Այսինքն հեծի բարի համբավի վերաբերյալ շահեր կան, չէ՞ որոնք բախվում են։ Վերջին հաշվով հեծ ունի սեփականատեր եւ սեփականատերը իրավունք ունի հեծի բարի համբավի եւ այդ թվում նաեւ իր։ Հիմա օրենսդրական կարգավորումներով ես հնարավորություն եմ տվել, որ հեծի անունից հայցեր են տրվում, հեծի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է վերցնում։ Հասկանում եք աբսուրդը, որի իրավասությունը բացարձակ չունի։ Միգուցե օրենքով ինչ որ կետի վրա հողում անելու, բայց բարոյական խնդիր կա այստեղ, դու հեծի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես հեծի բարի համբավը եւ հեծի իրավունքները։ Շատ վատ բան է տեղի ունենում, որ այն ինչի համար իբրև թե մեզ մեղադրում էին վթարները այսպես կոծկելու, քանակը նվազեցնելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ մոտավորապես 40%-ով աճել է վթարների քանակը։ Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Այսինքն գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, բայց ես դες ամենայն պատասխանությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, հեծում երկիշխանություն է։ Եվ մենք այս սկեչի պես ասած ամեն ինչ գիտենք։ Այդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծեն հանձնաժողովն էլ բնականաբար որից է բանի վրա ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք այս վիճակը համատարած սուտ, ուղղակի խաբելու եւ վարկաբեկելու հետ կապված։ Հիմա խոսում են կൂട്ടակային կայանների մասին, միջազգ ձեզ ասեմ, որ եթե այդ կൂട്ടակային կայանների համակարգը գործեց, մեր հաշվարկներով եւ մասնագետների հաշվարկներով մոտավորապես կրկնակի թանկանալու է արևային կայաններ, այդ ինքնավար արևային կայաններ դնելու արժեքը։ Բայց այստեղ եւս իրենց ապիկարությունը չեն ուզում ընդունել, որ 8 տարվա մեջ Հայաստանը իրան 400 կիլովոլտ գիծը ուղղակի չեն հասցրել ավարտին։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենալու։ Բերում են Իսպանիայի օրինակը, Իսպանիան ձեզ ասեմ, եղել է առաջարկը պահանջարկից ավել, որի պատճառով 0 են նստել, այսպես տերմին կա, մասնագիտական։ Մեզ մոտ նույն խնդիրն է, բայց դրա մեղավորը միայն եւ միայն իրենք են, քանի որ արևային կայանների այդ աշճանի այսպես քվոտա տալը եւ իրենց դրած օրենքներով եւ կարգերով այդ հնարավորությունները նաեւ պետք է կանխատեսեն, որ առաջանալու է ավելցուկ եւ այդ ավելցուկը պետք է կարողանան կամ պետական մակարդակով պայեստավորեն, հետո երեկոյան ժամերին կամ գիշերային ժամերին սպառեն կամ պատրաստեն այդ գիծը եւ այդ գծով գնալ իմիջիայլոց Վրաստանի հետ էլ ունենք նույն հնարավորությունները։ Այսպես ռևերս գծով հոսանք տալու եւ մեզ պետք է այդ ժամանակ վերցնելու։ Հիմա այդ ապիկարությունը փորձում են նորից գցել հասարակ մարդկանց վրա, մեզպես բոլորիս մահկանացուների վրա, որ արևային կայան դրանց նաեւ պետք է կուտակիչներ ունենան։ Ինչ վերաբերվում է արտադրող կայաններին արևային, սակագնի մեջ ներառված է բավականին մեծ գումար, որ արևային կայանը անջատում են, որպեսզի այսպես ավելցուկ չառաջանա, այդ ժամանակ պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատած արևային կայանի համար, որը սակագնի հետ միանշանակ փոխկապակցված է, այսինքն սակագնի մեջ է։ Այս ամբողջից ելնելով միանշանակ գալիս ենք այն համոզման, որ ուղղակի տեղի ունենում խաբերություն, մի քիչ ավելի քաղաքական կոնտեքստով ձեզ ասեմ, կապված վերջին ամերիկյան խոստումների հետ, այդ մոդուլային ատոմակայանների հետ, նախ ձեզ ուզում եմ տեղյակ պահեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 23 թվականին տրվել է առաջին լիցենզիան մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու եւ կառուցելու համար, 23 թվականին կանգնեցվել է շինարարությունը, որովհետեւ պարզվել է, որ իրականը նախագծից շատ ավելի թանկ է ստացվում, այսինքն այդ անգամ այդ 5+4 միլիարդը եւս հստակ թիվ չի։ Երկրորդը, ոչ ոք չի ասում դա վատ բան է, մենք ընդհանրապես ասում ենք, որ շատ սխալ է կանում, որ այդ պետությունը չունի այդպիսի արած ինչ-որ մի բան, կառուցած մոդուլային ատոմակայան, որ դու գնաս տեսնես ոնց է աշխատում, ընդհանրապես իմ ինֆորմացիայով աշխարհում մոդուլային ատոմակայան դեռևս ցանցին կպած չկա։
կա ռուսական, որը ցանցին կպաշտի ինքնավար աշխատում է, իմ ինֆորմացիայով, հստակ չեմ ուզում ասեմ, բայց դա շատ նոր այսպես գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, նոր մենք մտնենք, այսպես ասած, այդ պարտքի տակ։ Եվ ամենակարևոր հանգամանքը ոչ մեկ չի խոսում ինքնարժեքի մասին։ Մեր հաշվարկներով, եթե վճարվի այդ 9 միլիարդը 5 ատոմակայանի համար եւ 4 միլիարդ սպասարկում, եթե չեմ սխալվում, ինքնարժեքը լինելու է 60-ից 80 դրամ։ Այսինքն, այդ դեպքում կամ դա պետք է ուղղակի կառուցվի չաշխատի, որովհետեւ ինքնարժեքը թանկ է, կամ պետք է սակագինը թանկացվի, որովհետեւ արտադրվող էլեկտրոէներգիան արդեն ինքնարժեքը թանկ է, եւ երրորդ տարբերակը պետք է սուբսիդավորվի պետբյուջեից, թաքուն, չգիտեմ, կամ օֆիցիալ ինչ-որ ճանապարհներով։ Մեր վերջի հանդիպման ժամանակ, եթե հիշում եք, մի այսպես հարց հնչեցրեցի, որի պատասխանը մինչև այսօր չեն տվել, որպեսզի 26 թվականի սակագինը պահեն նույնը, էներգոհամակարգում այսպես բալանս գոյություն ունի։ Կարող է հեծը ունենալ պլյուս, ինչ-որ գումար, ատոմակայանը մինուս, իրանք ընդհանուր բալանսով հասկանում են 3 տարբերակ է, կամ պետք է թանկացվի, կամ պետք է իջնի, կամ պետք է մնա նույնը։ Հիմա ատոմակայանի համար նախատեսել են մոտարապես 13 միլիարդ ինչ-որ այլ ֆինանսական եկամուտ։ Մինչև այսօր չեն կարող բացատրել, թե այդ այլ ֆինանսական, մենք ունենք մեր կասկածները, բայց որովհետեւ մերկապարանոց չհնչի, թող իրենք բացատրեն որտեղից։ Որ այլ տեղից այդ ֆինանսական միջոցները, Վահե ջան, ուղղորդվում է, որպեսզի այսպես ցույց չտան, որ սուբսիդավորում կա, չեմ կարող ասել ինչ ճանապարհներով դա կլինի, բայց ինչ։ Միգուցե, չէ, վարկային ուրիշ բան էլ են արել, ատոմակայանը պարտավորություն ուներ վարկային, հետաձգել են վարկային պարտավորությունը, դա այլ խնդիր է, վերջինաշով այդ վարկը պիտի մարվի։ Մենք ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի 2026 թվականի միջև ընտրությունները սակագինը չթանկանա։ Այդ իսկ պատճառով, այսպես միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը։ Նորից նույն գործելավոճի մեջ են այս մարդիկ, ամեն ինչ անել, հիշում եք, չէ՞, մինչև 21 թվականը ինչ էր կատարվում, ընդհանուր բիզնեսի, մնացածի հետ, հիմա արդեն ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը հենց իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների եւ վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ նույնը ավելի վատ ձևով սպասվում է 26-ից հետո։